Գնացեք, աշխատեք, փող ստացեք ու հեռացեք։ Ռուսաստանը նոր գլխացավանք է ստեղծում խոպանչիների համար։ Այդ երկիր մեկնած աշխատանքային միգրանտները հնարավոր է չկարողանան այնտեղ տեղափոխել իրենց ընտանիքները։ Օրենքի նախագիծը Պետդումա է ներկայացրել Սերգեյ Միրոնովի գլխավորած Արդար Ռուսաստան հանուն ճշմարտության խմբակցությունը։ Խստացումը չի վերաբերվելու Բելարուսի քաղաքացիներին։ Նույնիսկ եթե ինչ-որ տեղ անհրաժեշտ են աշխատող ձեռքեր միգրանտների տեսքով, չնայած Դաշնության շատ սուբյեկտներ հրաժարվել են նրանցից եւ երկինքը դրանից չի փլուզվել, բայց նույնիսկ եթե ինչ-որ տեղ նրանց կարիքը կա, խնդրեմ, եկեք առանց ընտանիքների, աշխատեք, փող ստացեք եւ հեռացեք, եւ այդ ժամանակ մենք բավարար տեղեր կունենանք մանկապարտեզներում, դպրոցներում եւ այլն։ Միրոնովը պնդում է, որ միգրանտների երեխաները բեռ են Ռուսաստանի կրթական հաստատությունների համար։ Լինում են դեպքեր, երբ ռուս երեխաները դուրս են մնում մանկապարտեզներից եւ դպրոցներից, տեղ չլինելու պատճառով։ Եթե անձը ունի ՌԴ քաղաքացիություն եւ միայն որպես օտարերկրացի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն աշխատելու, այս օրենքի նախագիծը նրա մասին է, որ ինքը կարող է միայնակ մեկնել։ Ուզում է, որ ընտանիքի անդամներին էլ տան, նրանք էլ պետք է աշխատեն։ Աշխատելու համար պետք է լինեն չափահաս։ Նախագիծը ոչ բոլոր միգրանտների մասին է։ Ռուսաստանը չի բարդացնում իրեն անհրաժեշտ մասնագետների կյանքը։ IT-ի վարպետները, ֆիզիկոսները, ինժեներները, բժիշկները, ճարտարապետները կկարողանան առանց խոչընդոտի ընտանիքները տեղափոխել Ռուսաստան եւ աշխատել։ Ուժելու են հիմնականում բանվորները։ Եթե ձեր կարիքը իրենք ունեն, իրենք տալիս են ձեզ հնարավորություն ձեր ընտանիքով գնալու։ Բայց եթե դուք ոչ բարձր որակավորում եք, որին կարող են ամեն վայրկյան փոխարինել մեկ այլ աշխատողով, ապա ձեզ չի տրվում այդ հնարավորությունը տանելու ձեր ընտանիքի անդամներին։ Դպրոցներում միգրանտ երեխաների հոսքը նվազեցնելու նպատակով տարվա սկզբին մեկ այլ օրենք է ընդունվել Ռուսաստանում։ Ապրիլի 1-ից ռուսերեն չխոսող միգրանտ երեխաներին արգելվել է ռուսական դպրոց մտնել։ Շատ փորձագետներ համոզված են, որ այս օրենքը խախտում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների իրավունքները։ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների տեսանկյունից պետք է նշեմ, որ այս կետը շատ ուղիղ հակասելու է ԵԱՏՄ համաձայնագրի 98-րդ հոդվածին, որը վերաբերվում է աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներին անդամ երկրներից, որտեղ այնտեղ հստակ նշված է, որ համաձայնագիրը վերաբերվում է աշխատանքային միգրանտներին եւ նրանց ընտանիքի անդամներին, եւ որ ընտանիքի անդամները անդամ պետություններում ունենալու են քաղաքացիներին հավասարեցված իրավունքներ։ Պետդումայի հատկապես Արդար Ռուսաստան խմբակցության падգամավորները հույս ունեն, որ օրինագծի ընդունմամբ 15-ից 20%-ով կրճատելու են միգրացիոն հոսքը։ Դեռ պարզ չէ, ընդունվելու դեպքում օրենքը կվերաբերի միայն նոր գնացողներին, թե նաև Ռուսաստանում արդեն գտնվողներին։ Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։